Երբ նոտարը բացեց Մհեր Մկրտչյանի անձնական սեյֆը, նա գտավ փաթեթ, որի վրա գրված էր «Չբացել մինչև իմ մահը»։ Ներսում էր բանալին եւ ձեռագիր նամակ, որտեղ Ֆրունզիկը բացատրում էր, թե ինչու իր բնակարանը, այն տունը, որտեղ նա ապրել էր 30 տարի, որտեղ ստեղծվել էին նրա լեգենդար դերերը, որտեղ նա լացել էր միայնության մեջ, նվիրաբերել է մի անծանոթ կնոջ, ում անունն անգամ չէր հիշում։ Այդ նամակում մի նախադասություն կար, որը սառեցրեց բոլորին։ Եթե դուք կարդում եք սա, ուրեմն ես արդեն չկամ։ Եվ ես ուզում եմ, որ իմանաք ճշմարտությունը։ Ես չէի կարող այլ կերպ։ Նրանք ինձ թույլ չտվեցին ապրել, բայց ես կարող էի առնվազն մեկին փրկել։ Ո՞վ էին նրանք, այդ անտեսանելի մարդիկը, որոնք վերահսկում էին Հայաստանի ամենասիրված դերասանի կյանքը։ Ինչու Ֆրունզիկը, ով ունեցել է միլիոնավոր հանդիսատեսներ, վերջում մնաց միայնակ եւ անօգնական։ Ինչու նա տվեց իր վերջին ապաստանը մի կնոջ, ում հետ խոսել էր ընդամենը մեկ անգամ։ Այս պատմությունը ոչ թե բարեգործության մասին է, այլ հուսահատության, խորը մենության եւ մի գաղտնի պայմանագրի մասին, որը կապել էր Մկրտչյանին այնպիսի մարդկանց հետ, որոնց դեմ նա երբեք չէր կարող պայքարել։ 1970-րդ թվականներին Մհեր Մկրտչյանը չէր պատկանում իրեն։ Նա պատկանում էր պետությանը, ժողովրդին, կինոստուդիաներին եւ մի փոքր խմբի, որը որոշում էր, թե ով կարող է աշխատել, ով ոչ։ Երբ Ֆրունզիկը քայլում էր Երևանի փողոցներով, մարդիկ կանգ էին առնում, ծափահարում, լացում էին ուրախությունից։ Նրանք տեսնում էին իրենց սիրելի Միմինոյի հերոսին, Ֆրունզիկ Մկրտչյանին, այն անմեղ, ծիծաղելի, սիրուն մարդուն, ով բերում էր լույս նրանց մթին կյանքներին։ Բայց ոչ ոք չէր տեսնում, թե ինչ էր կատարվում, երբ սոֆիտները հանգչում էին։ Ոչ ոք չգիտեր, որ Ֆրունզիկի տանը, Աբովյան փողոցի 5-րդ հարկում, չկար ջերմություն, որովհետև նա չէր կարողանում վճարել հաշիվները։ Ոչ ոք չգիտեր, որ նրա լահը գիտեր, որ նրա հեռախոսը անջատված էր ամիսներ շարունակ, որովհետև ինչ-որ մեկը վերևից որոշել էր, որ Մկրտչյանը չպետք է շատ շփվի արտերկրի հետ։ Նա ապրում էր երկու աշխարհում միաժամանակ։ Մեկում նա էր աստղ, մյուսում գերի։ Իսկ գերիները չունեն իրավունք ընտրության։ 1978 թվականին, երբ Միմինո ֆիլմը դարձավ խորհրդային տարածքի ամենասիրված կինոնկարը, Մկրտչյանը ստացավ պետական մրցանակ եւ 5000 ռուբլի պարգև։ 5000 ռուբլի, դա էր մեծ գումար, բավական բդնակարան գնելու համար։ Բայց երբ Ֆրունզիկը գնաց բանկ փողերը վերցնելու, դրան ասացին, որ գումարը արդեն փոխանցվել է հատուկ հաշվին։ Որ հաշվին։ Ով էր բացել այդ հաշիվը։ Բանկի աշխատակիցը, երիտասարդ կին, ով խուսափում էր նրա հայացքից, շշնջաց. «Ներեցեք, Մհեր Մկրտչյանի պարոն, բայց սա հրաման է վերևից, ձեր ֆինանսները կառավարվում են այլ կառույցի կողմից»։ Որ կառույցի։ Ֆրունզիկը փորձեց հարցնել, բայց կինը արդեն փակել էր պատուհանը։ Նույն օրը երեկոյան նրա տուն եկավ մի մարդ, մութ կոստյումով, ով ներկայացավ որպես ներկայացուցիչ կինեմատոգրաֆիստների միությունից։ Նա նստեց Ֆրունզիկի խոհանոցում, խմեց թեյ եւ ասաց. «Մհեր Մկրտչյանի պարոն, դուք հասկանում եք, որ դուք ոչ թե սովորական քաղաքացի եք։ Դուք խորհրդային մշակույթի դեսպան եք։ Ձեր ֆինանսները պետք է լինեն թափանցիկ։ Մենք կհոգանք ձեր մասին»։ Ֆրունզիկը հարցրեց. «Իսկ ես երբ կարող եմ տեսնել իմ սեփական փողերը»։ Մարդը ժպտաց եւ պատասխանեց. «Երբ մենք որոշենք, որ դուք պատրաստ եք»։ Ինչ նշանակում էր պատրաստ։ Ով էր այդ մենք, որը վերահսկում էր ամեն ինչ։ Ինչու Ֆրունզիկը, ով տվել էր երջանկություն միլիոններին, չէր կարող տիրապետել իր սեփական վաստակին։ 1981 թվականին Մկրտչյանի կինը Դոնարան հեռացավ նրանից։ Ոչ թե սիրո պակասից, այլ հուսահատությունից։ Նա չէր կարողանում տեսնել, թե ինչպես նրա ամուսինը, երկրի ամենահայտնի դերասանը, ապրում էր ինչպես աղքատ։ Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչու նրանք չունեն իրավունք ճանապարհորդելու, ինչու Ֆրունզիկի անձնագիրը միշտ վերանորոգման մեջ է, երբ նա ուզում է մեկնել արտասահման։ Դոնարան մի օր ասաց. «Ֆրունզիկ, ես չեմ կարող ապրել այս բանտում։ Դու ազատ մարդ չես, եւ ես էլ չեմ կարող լինել քո կողքին»։ Նա հեռացավ, վերցնելով նրանց միակ որդուն, Սերյոժային։ Ֆրունզիկը չդիմադրեց։ Նա նստեց իր դատարկ բնակարանում եւ լաց եղավ առաջին անգամ 10 տարվա ընթացքում։ Հարևանները լսեցին, թե ինչպես նա աղաղակում էր գիշերվա մեջ. «Ես ուզում եմ լինել պարզապես մարդ, ոչ թե խորհրդային դերասան, ոչ թե խորհրդանիշ, պարզապես մարդ»։ Բայց նրան թույլ չտվեցին լինել պարզապես մարդ։ Նրան թույլ տվեցին լինել միայն պատկեր, որը կարող էին վաճառել, օգտագործել, ցուցադրել։ Իսկ երբ պատկերը հոգնում է, երբ նա ուզում է ազատություն, ինչ են անում նրա հետ։ Նրան փակում են ավելի խիստ վերահսկողության տակ։ 1984 թվականին Մկրտչյանը հանդիպեց մի կնոջ, Լուսինե Սարգսյանին։
Նա չէր դերասանուհի, ոչ էլ հայտնի անձ։ Նա պարզապես աշխատում էր Երևանի գրադարանում, որպես մաքրուհի։ Նրանք հանդիպեցին պատահականորեն գրադարանի աստիճաններին, երբ Ֆրունզիկը փնտրում էր հին գիրք Պարույր Սևակի մասին։ Լուսինեն նրան օգնեց գտնել գիրքը, եւ նրանք խոսեցին 15 րոպե։ Ֆրունզիկը նկատեց, որ Լուսինեն չէր նայում նրան ինչպես երկրպագուի, այլ ինչպես մարդու։ Նա չխնդրեց ավտոգրաֆ, չլացավ, չաղաղակեց, նա պարզապես ժպտաց եւ ասաց. «Դուք լավ մարդ եք, պարոն Մկրտչյան, ես տեսնում եմ դա ձեր աչքերում»։ Ֆրունզիկը զարմացավ։ Ինչպես նա կարող էր տեսնել նրա աչքերում ինչ-որ բան, երբ նա ինքն արդեն չէր տեսնում ոչինչ, բացի մթությունից։ Նրանք սկսեցին հանդիպել ոչ թե որպես սիրահարներ, այլ որպես երկու միայնակ մարդիկ, ովքեր փնտրում էին պարզապես մարդկային ջերմություն։ Լուսինեն ապրում էր փոքրիկ սենյակում, 5 ընտանիքի հետ համատեղ բնակարանում Նորք Մարաշ թաղամասում։ Նրա ամբողջ կյանքը տեղավորվում էր մեկ ճամպրուկի մեջ։ Ֆրունզիկը մի օր նրան հարցրեց. «Լուսինե, դու երբևէ երազել ես ունենալ քո սեփական տունը»։ Նա ծիծաղեց եւ ասաց. «Պարոն Մկրտչյան, ես երազում եմ ունենալ պարզապես մի տեղ, որտեղ կարող եմ լինել ինքս ինձ»։ Այդ պահին Ֆրունզիկը որոշեց։ Նա չգիտեր թե ինչու, բայց նա զգաց, որ պետք է անի ինչ-որ բան, ինչ-որ մեկ բարի արարք, մինչև չուշանա։ Բայց ինչու նա զգում էր, որ ժամանակը սպառվում է։ Ինչ էր նա գիտում, որ մենք չգիտեինք։ 1985 թվականի ձմեռը Մկրտչյանը գնաց նոտարական գրասենյակ։ Նա վերցրեց իր բնակարանի փաստաթղթերը եւ ասաց նոտարին. «Ես ուզում եմ նվիրաբերել իմ բնակարանը Լուսինե Սարգսյանին»։ Նոտարը, ծեր մարդ, ով աշխատում էր այդ պաշտոնում 40 տարի, նայեց նրան անհավատ աչքերով։ «Պարոն Մկրտչյան, դուք հասկանում եք, թե ինչ եք անում։ Սա ձեր միակ բնակարանն է, միակ բնակարանն է, դուք որտեղ կապրեք»։ Ֆրունզիկը ժպտաց այն տխուր ժպիտով, որը մենք տեսել ենք նրա վերջին ֆիլմերում, եւ ասաց. «Ես կգտնեմ տեղ, բայց Լուսինեն ավելի շատ է կարիքը։ Նա ունի ամբողջ կյանք առջևում։ Ես արդեն ապրել եմ իմ կյանքը»։ Նոտարը փորձեց համոզել նրան սպասել, մտածել, խորհրդակցել ընտանիքի հետ։ Բայց Ֆրունզիկը շարունակեց հնչեցնել. «Ես չունեմ ընտանիք։ Ես ունեմ միայն այս որոշումը»։ Նոտարը ստորագրեց փաստաթղթերը, բայց նա հետո ասաց իր օգնականին. «Այս մարդը գիտի ինչ-որ բան, որ մենք չգիտենք։ Նա պատրաստվում է ինչ-որ բանի»։ Ինչ էր Ֆրունզիկը գիտում։ Ինչու նա այդքան շտապում էր տալ իր վերջին ապաստանը։ Արդյոք նա գիտե, որ նրա ժամանակը սպառվում է, թե նա պարզապես ուզում էր փրկել մեկին մինչև չուշանա։ Երբ Լուսինեն իմացավ, նա վազեց Ֆրունզիկի տուն արցունքներով։ Նա ծնկի եկավ նրա առջև եւ աղաչեց. «Պարոն Մկրտչյան, ես չեմ կարող ընդունել սա չափազանց շատ է, դուք ինձ գրեթե չգիտեք»։ Ֆրունզիկը նստեց նրա կողքին հատակին եւ ասաց. «Լուսինե, ես ապրել եմ կյանք, որտեղ ամեն ինչ վերցվել է ինձնից։ Իմ փողերը, իմ ազատությունը, իմ ընտանիքը։ Միակ բանը, որ ինձ մնաց, սա է այս բնակարանը։ Եվ ես ուզում եմ, որ այն գնա մարդու, ով իսկապես կարիք ունի, ոչ թե նրանց, ովքեր կգան եւ կվերցնեն այն, երբ ես չկամ»։ Լուսինեն հարցրեց. «Ով կգա եւ կվերցնի»։ Ֆրունզիկը չպատասխանեց։ Նա պարզապես նայեց պատուհանից դեպի Երևանի լույսերը եւ ասաց. «Նրանք, ովքեր միշտ վերցնում են ամեն ինչ»։ Ո՞վ էին նրանք։ Ինչու Ֆրունզիկը վախենում էր նույնիսկ անուններ տալ։ Ինչ էր նա գիտում այն մարդկանց մասին, ովքեր վերահսկում էին նրա կյանքը։ 1986 թվականի գարնանը Մկրտչյանը տեղափոխվեց փոքրիկ ստուդիա, կինոստուդիայի հին շենքի ստորգետնյա հարկում։ Այնտեղը, որտեղ մի ժամանակ պահպանվում էին հին դեկորացիաներ եւ կոստյումներ։ Այնտեղ չկար պատուհան, միայն մի փոքրիկ օդափոխիչ, որը աշխատում էր երբեմն։ Ֆրունզիկը տեղադրեց իր մահճակալը, իր գրքերը եւ իր հին ձայնագրիչը։ Նա ապրում էր այնտեղ ինչպես ստվեր, մարդ, ով մի ժամանակ եղել է լույս, բայց հիմա թաքնվում էր մթության մեջ։ Նրա հին ընկերները փորձեցին այցելել, բայց Ֆրունզիկը մերժեց նրանց։ Նա ասաց. «Ես չեմ ուզում, որ դուք տեսնեք ինձ այսպես»։ Բայց ճշմարտությունն այն էր, որ Ֆրունզիկը վախենում էր։ Նա վախենում էր, որ եթե նրա ընկերները գան, նրանք կիմանան, թե որտեղ է նա, եւ կգան վերցնելու վերջին բանը, որ նրան մնացել էր՝ նրա արժանապատվությունը։ Ո՞վ էին այդ անտեսանելի մարդիկը, որոնք հետապնդում էին նրան նույնիսկ նրա սեփական երևակայության մեջ։ Արդյոք նրանք իսկապես գոյություն ունեին, թե Ֆրունզիկը կորցրել էր իրականության զգացումը։ 1987 թվականի աշնանը Լուսինեն տեղափոխվեց Աբովյան փողոցի բնակարան։ Նա վերցրեց իր ճամպրուկը եւ մտավ այն տունը, որը հիմա պատկանում էր նրան։ Նա նստեց Ֆրունզիկի հին աթոռին եւ լացավ 3 ժամ անընդմեջ։ Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչու այս մարդը, ում նա գրեթե չէր ճանաչում,
տվեց նրան այդքան շատ բան։ Նա որոշեց գտնել Ֆրունզիկին եւ շնորհակալություն հայտնել, բայց երբ նա հարցրեց կինոստուդիայում, նրան ասացին. «Մհեր Մկրտչյանի պարոնը չի ուզում այցելուներ»։ Լուսինեն թողեց նամակ, որտեղ գրեց. «Պարոն Մկրտչյան, ես կապրեմ այս տանը ոչ թե որպես սեփականատեր, այլ որպես պահապան։ Ես կպահեմ ձեր հիշողությունը այստեղ, մինչև դուք վերադառնաք։ Բայց Ֆրունզիկը երբեք չվերադարձավ։ Նա մնաց Իստորգետնյա ստուդիայում, ապրելով ինչպես մարդ, ով սպասում է վերջին դատաստանին։ Ինչու նա չվերադարձավ։ Ինչ էր նա սպասում այնտեղ մթության մեջ։ Արդյոք նա սպասում էր, որ նրանք վերջապես թողնեն նրան խաղաղության մեջ, թե նա սպասում էր ինչ-որ այլ բանի, ինչ-որ բանի, որը մենք դեռ չգիտենք։ 1988 թվականի ձմեռը կինոստուդիայի պահակը գտավ Ֆրունզիկին անգիտակից վիճակում նրա ստուդիայում։ Նա տարվեց հիվանդանոց, որտեղ բժիշկները ասացին, նա չի կերել օրեր շարունակ, նա ուղղակի հրաժարվել է ապրելուց։ Երբ Ֆրունզիկը արթնացավ, նա տեսավ Լուսինեին, ով նստած էր նրա մահճակալի կողքին։ Նա բռնել էր նրա ձեռքը եւ լացում էր։ Ֆրունզիկը ժպտաց եւ ասաց. «Լուսինե, դու պետք է ապրես երկար եւ երջանիկ կյանք այդ տանը։ Դու պետք է լցնես այն ծիծաղով, որը ես երբեք չկարողացա»։ Լուսինեն հարցրեց. «Պարոն Մկրտչյան, ինչու դուք հրաժարվեցիք ամեն ինչից։ Ինչու դուք ապրում էիք ինչպես աղքատ, երբ դուք էիք ամենահայտնի դերասանը»։ Ֆրունզիկը փակեց իր աչքերը եւ շշնջաց. «Որովհետեւ ես չէի պատկանում ինձ։ Ես պատկանում էի նրանց։ Եվ երբ դու պատկանում ես նրանց, դու չես կարող ունենալ ոչինչ, ոչ փող, ոչ ընտանիք, ոչ անգամ քո սեփական կյանքը»։ Ո՞վ էին նրանք, այդ ուրվականները, որոնք տիրապետում էին Ֆրունզիկի ողջ գոյությանը։ Ինչու նա երբեք չկարողացավ ազատվել նրանցից։ Եվ ամենակարևորը, արդյոք նրանք դեռ այնտեղ են, վերահսկում են, սպասում են, որ մենք մոռանանք այս պատմությունը։ 1989 թվականի գարնանը Երևանի կենտրոնական հիվանդանոցի 3-րդ հարկում տեղի ունեցավ դեպք, որի մասին պաշտոնապես երբեք չխոսեցին։ Բուժքույրը Արմինե Գրիգորյանը, ով այդ գիշեր հերթապահում էր Մկրտչյանի պալատում, 50 տարի անց վկայակոչեց իր խղճի առջև եւ պատմեց այն, ինչ տեսել էր։ Գիշերվա 2-ին, երբ միջանցքներում արդեն ոչ ոք չկար, Ֆրունզիկի պալատ մտավ 3 մարդ, մութ կոստյումներով, առանց բժշկական հագուստի։ Նրանք չներկայացան, չցույց տվեցին անձնագրեր։ Նրանք պարզապես փակեցին դուռը եւ մնացին ներսում 20 րոպե։ Արմինեն լսեց, թե ինչպես Ֆրունզիկը աղաղակում էր. «Ես արդեն տվեցի ամեն ինչ։ Ինձ ավելի ոչինչ չի մնացել։ Թողեք ինձ խաղաղության մեջ»։ Մի ձայն, ցուրտ եւ հաշվարկված, պատասխանեց. «Մհեր Մկրտչյանի պարոն, դուք մոռացել եք, որ նույնիսկ ձեր անունը մեզ է պատկանում։ Մենք որոշում ենք, թե երբ դուք կարող եք հանգստանալ»։ Երբ այդ մարդիկը դուրս եկան, Արմինեն տեսավ Ֆրունզիկին, ով նստած էր մահճակալի եզրին, ձեռքերը ծածկած դեմքին, ամբողջ մարմինը դողում էր։ Նա մոտեցավ նրան, բայց Ֆրունզիկը շշնջաց. «Մի հարցրեք ոչինչ, դուք չեք ուզում իմանալ»։ Ո՞վ էին այդ մարդիկը, որոնք կարող էին մտնել փակ հիվանդանոցային պալատ գիշերվա մեջ առանց որևէ թույլտվության։ Ինչ էին նրանք ուզում Ֆրունզիկից, մարդուց, ով արդեն տվել էր իր վերջին բնակարանը։ Եվ ամենավախեցնողը, ինչու նրանք ասացին, որ նրա անունն անգամ նրանց է պատկանում։ Այդ գիշերից հետո Ֆրունզիկը փոխվեց։ Նա դադարեց խոսել բոլորի հետ, նույնիսկ Լուսինեի հետ, ով ամեն օր գալիս էր նրան այցելելու։ Բժիշկները ասում էին, որ նրա ֆիզիկական վիճակը բարելավվում է, բայց նրա աչքերում կար ինչ-որ բան, որը սարսափեցնում էր բոլորին։ Հոգեբույժ Վահագն Մանուկյանը, ով կանչվել էր խորհրդատվության, գրեց իր գաղտնի զեկույցում. «Հիվանդը ցուցաբերում է խորը պարանոյայի նշաններ։ Նա հավատում է, որ իրեն հետևում են, վերահսկում են, որ նրա կյանքը չի պատկանում իրեն։ Սակայն ամենավտանգավորը այն է, որ երբ ես հարցրի, ով է նրան հետևում, նա պատասխանեց. «Դուք նույնպես գիտեք, բայց վախենում եք ասել»։ Արդյոք Ֆրունզիկը իսկապես տառապում էր հոգեկան խանգարումից, թե նա գիտեր ինչ-որ բան, որ մենք բոլորս վախենում ենք ընդունել։ Ինչու նա կրկնում էր. «Նրանք ամենուր են, նրանք տեսնում են ամեն ինչ»։ Ո՞վ էին այդ ամենատեսողները, որոնք վերածել էին ազգային հերոսին դողացող ստվերի։ 1989 թվականի ամռանը, երբ Ֆրունզիկը վերադարձավ Իստորգետնյա ստուդիա, նա սկսեց գրել։ Ոչ թե սցենար, ոչ թե հուշագրություն, այլ ինչ-որ բան, որը նա անվանում էր «Իմ վերջին ճշմարտությունը»։ Նա գրում էր ամեն գիշեր, մոմի լույսի տակ, որովհետև էլեկտրականությունը հաճախ անջատվում էր այդ հին շենքում։ Կինոստուդիայի մաքրուհի Սիրանուշ Հովանիսյանը, ով երբեմն մտնում էր նրա ստուդիա մաքրելու համար, տեսավ այդ թղթերը, ցրված հատակին, պատերին կպցված։ Նրա վրա գրված էին անուններ, ամսաթվեր, գումարներ։ Սիրանուշը հիշում է մի նախադասություն, որը տպավորել էր նրան։
1978 թվականին ինձ ստիպեցին ստորագրել պայմանագիր, որտեղ ես հրաժարվում էի իմ հեղինակային իրավունքներից բոլոր ապագա ֆիլմերի համար։ Ինձ ասացին, եթե չստորագրեմ, իմ ընտանիքը կտուժի։ Սիրանուշը փորձեց կարդալ ավելին, բայց Ֆրունզիկը մտավ եւ տեսավ նրան։ Նա չբարկացավ, չաղաղակեց։ Նա պարզապես հավաքեց բոլոր թղթերը եւ այրեց դրանք աղբամանի մեջ։ Երբ Սիրանուշը հարցրեց. «Պարոն Մկրտչյան, ինչու եք այրում ձեր պատմությունը», նա պատասխանեց. «Որովհետև ճշմարտությունը սպանում է, եւ ես չեմ ուզում, որ դու մեռնես իմ պատճառով»։ Ինչ էր գրված այդ թղթերում, որ Ֆրունզիկը վախենում էր նույնիսկ դրանք պահել։ Ովքեր էին այն մարդիկը, որոնց անունները նա գրել էր եւ հետո այրել։ Եվ ամենակարևորը, ինչպիսի պայմանագիր էր այն, որը նա ստորագրել էր սպառնալիքների ներքո։ Նույն ամռանը Լուսինեն սկսեց նկատել տարօրինակ բաներ Աբովյան փողոցի բնակարանում։ Երբ նա վերադառնում էր աշխատանքից, նա զգում էր, որ ինչ-որ մեկը եղել է այնտեղ։ Ոչինչ չէր գողացվել, բայց իրերը շարժված էին։ Գրքերը դասավորված էին այլ կերպ, պահարանի դռները թեթևակի բաց էին, նույնիսկ մահճակալի բարձերը տեղադրված էին այլ անկյունով։ Լուսինեն մտածեց, որ գուցե երևակայում է, բայց մի օր նա գտավ ինչ-որ բան, որը ապացուցեց նա սխալ չէր։ Պահարանի հետևում, թաքնված հին թերթերի տակ, կար փոքրիկ միկրոֆոն, կպցված պատին։ Լուսինեն սառեց։ Նա չհամարձակվեց դիպչել դրան, չհամարձակվեց նույնիսկ ձայն հանել։ Նա պարզապես դուրս եկավ բնակարանից եւ վազեց կինոստուդիա, Ֆրունզիկի մոտ։ Երբ նա պատմեց նրան, Ֆրունզիկը չզարմացավ։ Նա պարզապես գլուխ շարժեց եւ ասաց. «Ես գիտեի, որ նրանք կգան։ Նրանք միշտ գալիս են»։ Լուսինեն հարցրեց. «Պարոն Մկրտչյան, ով է ինձ լսում։ Ինչու նրանք հետաքրքրված են ինձնով»։ Ֆրունզիկը նայեց նրան այնպիսի տխրությամբ, որը կոտրում էր սիրտը, եւ ասաց. «Նրանք հետաքրքրված չեն քեզնով, Լուսինե։ Նրանք հետաքրքրված են ինձնով։ Նրանք ուզում են իմանալ, թե արդյոք ես ասել եմ քեզ ինչ-որ բան։ Արդյոք ես տվել եմ քեզ փաստաթղթեր, ապացույցներ»։ Ինչ ապացույցներ կարող էր ունենալ Ֆրունզիկը, որ այդքան վախեցնում էր այդ անտեսանելի մարդկանց։ Ինչու նրանք լսում էին նույնիսկ մի պարզ գրադարանի մաքրուհու զրույցները։ Եվ ամենավտանգավորը, մինչև որ աստիճան էին նրանք պատրաստ գնալ պաշտպանելու իրենց գաղտնիքները։ 1991 թվականի աշնանը, երբ Խորհրդային Միությունը արդեն փլատակների վրա էր, երբ հին համակարգը քայքայվում էր, Ֆրունզիկը մի օր զանգահարեց Լուսինեին եւ ասաց. «Գալիս ես։ Ես ուզում եմ քեզ ինչ-որ բան ցույց տալ»։ Լուսինեն եկավ կինոստուդիա եւ գտավ Ֆրունզիկին, ով նստած էր իր մահճակալին, ձեռքին փոքրիկ սեյֆ։ Նա բացեց այն եւ հանեց հաստ ծրար, փաթեթված հին թերթերով։ «Սա է պատճառը, թե ինչու ես տվեցի քեզ բնակարանը», ասաց նա։ «Սա է պատճառը, թե ինչու նրանք երբեք չթողեցին ինձ խաղաղության մեջ»։ Ծրարի ներսում էին պայմանագրեր, ստորագրված Ֆրունզիկի անունով, բայց ոչ նրա ձեռագրով։ Էին բանկային փոխանցումներ, ցույց տալով, թե ինչպես նրա վաստակած միլիոնները փոխանցվել էին անհայտ հաշիվներին։ Էին նամակներ, որտեղ նրան սպառնում էին, շանտաժում էին, ստիպում էին լռել։ Եվ ամենավտանգավորը, էրցուցակ անունների, մարդիկ, ովքեր մասնակցել էին այս ամենին։ Անուններ, որոնք Լուսինեն ճանաչեց, հայտնի պաշտոնյաներ, ռեժիսորներ, նույնիսկ մի քանի դերասաններ։ Ֆրունզիկը ասաց. «Ես պահել եմ սա 20 տարի, ես սպասել եմ ճիշտ պահին, բայց ես հասկացա, որ ճիշտ պահ երբեք չի գալու։ Եթե ես մեռնեմ եւ սա մնա ինձ մոտ, նրանք կգան եւ կվերցնեն այն։ Բայց եթե դու պահես, եթե դու թաքցնես այն այնտեղ, որտեղ նրանք երբեք չեն փնտրի, գուցե մի օր ինչ-որ մեկը կարողանա պատմել ճշմարտությունը»։ Ինչու Ֆրունզիկը վստահեց այս ամենակարևոր ապացույցները մի կնոջ, ում գրեթե չէր ճանաչում։ Ինչ էր այդ ցուցակում, որ կարող էր փոխել ամեն ինչ։ Եվ ամենակարևորը, արդյոք Լուսինեն իսկապես թաքցրեց այն, թե նրանք գտան այն նախքան ուշ լինելը։ Լուսինեն վերցրեց ծրարը դողացող ձեռքերով։ Նա հարցրեց. «Պարոն Մկրտչյան, եթե ես պահեմ սա, արդյոք ես վտանգի մեջ կլինեմ»։ Ֆրունզիկը նայեց նրան եւ ասաց. «Լուսինե, մենք բոլորս վտանգի մեջ ենք, պահին, երբ ծնվում ենք այս աշխարհում։ Բայց դու ունես ընտրություն՝ ապրել վախի մեջ եւ լռել, կամ ապրել ճշմարտության հետ եւ գուցե փոխել ինչ-որ բան»։ Այդ օրը Լուսինեն տարավ ծրարը Աբովյան փողոցի բնակարան եւ թաքցրեց այն այնտեղ, որտեղ ոչ ոք երբեք չէր փնտրի։ Նա չպատմեց ոչ ոքի, նույնիսկ Ֆրունզիկին։ Նա պարզապես ապրեց իր կյանքը, իմանալով, որ նրա տան պատերի ետևում թաքնված է ճշմարտություն, որը կարող էր ամեն ինչ փոխել։ Բայց արդյոք այդ ճշմարտությունը երբևէ կգտնվի։ Արդյոք Լուսինեն կկարողանա պահել այդ գաղտնիքը, երբ նրանք սկսեն փնտրել։ Եվ ամենակարևորը,
ինչ կլինի, երբ մարդիկ իմանան, թե ինչ էր իրականում կատարվում Մհեր Մկրտչյանի կյանքում, այն կյանքում, որը մենք բոլորս կարծում էինք, որ ճանաչում ենք։ 1992 թվականի ձմեռը Ֆրունզիկը վերջին անգամ այցելեց Աբովյան փողոցի բնակարան։ Նա չնախազգուշացրեց Լուսինեին, պարզապես մի օր հայտնվեց դռան առջև, նիհար, հոգնած, բայց աչքերում ինչ-որ խաղաղություն։ Նա մտավ ներս և դանդաղ քայլեց սենյակներով, դիպչելով պատերին, նստելով իր հին աթոռին, նայելով պատուհանից դեպի Երևանի փողոցները։ Լուսինեն նրան հարցրեց. «Պարոն Մկրտչյան, արդյոք դուք ցավում եք, որ տվեցիք այս տունը»։ Ֆրունզիկը շրջվեց նրա կողմը և ժպտաց, այն իսկական ժպիտով, որը Լուսինեն երբեք չէր տեսել նրա դեմքին։ «Լուսինե, սա միակ բանն է, որ ես արեցի իմ կյանքում, որը իսկապես իմն էր։ Իսկապես իմն էր։ Ամեն ինչ մյուսը, ֆիլմերը, մրցանակները, փառքը, դրանք պատկանում էին նրանց։ Բայց այս որոշումը, տալ քեզ այս տունը, դա էր միակ ազատ ընտրությունը, որ ես երբևէ արեցի»։ Նա նստեց Լուսինեի կողքին և շարունակեց. «Գիտես ինչու ես ընտրեցի քեզ։ Ոչ թե որովհետև դու կարիք ունեիր, թեև դու ունեիր, այլ որովհետև դու նայեցիր ինձ այնպես, ինչպես մարդու, ոչ թե ինչպես խորհրդանշանի։ Դու տեսար ինձ Մհերին, ոչ թե Ֆրունզիկին։ Եվ դա էր ամենաթանկ նվերը, որ ինչ-որ մեկը երբևէ տվել է ինձ»։ Նրանք նստեցին լռության մեջ երկար ժամանակ, մինչև արևը մայր եկավ։ Երբ Ֆրունզիկը ելավ, նա դարձավ դռան մոտ և ասաց. «Լուսինե, եթե մի օր նրանք գան և հարցնեն քեզ իմ մասին, դու ասա. ես էի պարզապես մարդ, ով փորձեց լինել բարի, ոչինչ ավելին»։ Ինչու Ֆրունզիկը խոսում էր այնպես, կարծես հրաժեշտ էր տալիս։ Ինչ էր նա գիտում, որ մենք չգիտեինք, և ամենակարևորը, արդյոք նա իսկապես հավատում էր, որ իր պատմությունը կմնա որպես պարզապես բարի մարդ, թե նա գիտեր, որ ճշմարտությունը մի օր կբացահայտվի ամբողջ իր ահավորությամբ։ 1993 թվականի գարնանը կինոստուդիայի աշխատակիցները սկսեցին նկատել, որ Ֆրունզիկի ստուդիայից այլևս չի գալիս ձայն։ Սովորաբար նրանք լսում էին, թե ինչպես նա խոսում է ինքն իր հետ, կարդում է բարձրաձայն, երգում է հին երգեր։ Բայց այժմ էր լիակատար լռություն։ Պահակ Գագիկ Սարգսյանը որոշեց ստուգել և բախեց դուռը։ Պատասխան չկար։ Նա բացեց դուռը և տեսավ Ֆրունզիկին, ով նստած էր իր մահճակալին, ձեռքերը ծալած, աչքերը փակ, դեմքին խաղաղության արտահայտություն։ Գագիկը մտածեց, որ նա քնած է, բայց երբ մոտեցավ, հասկացավ ճշմարտությունը։ Մհեր Մկրտչյանը, մարդը, ով ծիծաղեցրել էր միլիոններին, ով տվել էր իր վերջին տունը անծանոթին, ով պահել էր գաղտնիքներ, որոնք կարող էին քանդել ամբողջ համակարգը, հեռացել էր այս աշխարհից լռությամբ, ինչպես նա ապրել էր իր վերջին տարիները։ Նրա մահճակալի կողքին գտան մի փոքրիկ նամակ, որտեղ գրված էր. «Ես ազատ եմ վերջապես։ Մի փնտրեք պատճառներ, մի փնտրեք մեղավորներ։ Պարզապես հիշեք ինձ ինչպես մարդու, ով սիրեց կյանքը, նույնիսկ երբ կյանքը չսիրեց նրան»։ Բայց արդյոք դա էր ամբողջ ճշմարտությունը։ Արդյոք Ֆրունզիկը իսկապես մեռավ բնական մահով, թե նրանք վերջապես որոշեցին, որ նա չափազանց շատ բան գիտեր։ Եվ ամենակարևորը, ինչ կլինի այն ապացույցների հետ, որոնք նա թողել էր Լուսինեի մոտ։ Արդյոք դրանք երբևէ կտեսնեն լույսը, թե կմնան թաքնված հավերժ, ևս մեկ գաղտնիք այն բազմաթիվ գաղտնիքների շարքում, որոնք թաղված են Երևանի հին տների պատերի ետևում։ 1993 թվականի ամռանը, երբ Երևանը սուգ էր պահում Մհեր Մկրտչյանի մահվան համար, Լուսինե Սարգսյանի տուն եկավ այցելու, ում նա երբեք չէր տեսել։ Կինը մոտավորապես 50 տարեկան, թանկարժեք սև զգեստով, մուգ ակնոցներով, որոնք չհանեց նույնիսկ ներսում, նստեց Ֆրունզիկի հին աթոռին և ասաց. «Ես եմ Արմենուհի Խաչատրյանը։ Ես եղել եմ Մհեր Մկրտչյանի անձնական իրավաբան 30 տարի, բայց ոչ ոք երբեք չիմացավ այդ մասին, որովհետև իմ աշխատանքը չէր իրավական խորհրդատվություն տալը, այլ լռելը»։ Լուսինեն սառեց իր տեղում։ Արմենուհին շարունակեց. «Ես գիտեմ, որ Ֆրունզիկը տվեց ձեզ ինչ-որ բան։ Ես գիտեմ, որ դուք պահում եք փաստաթղթեր, որոնք կարող են վնասել շատ հզոր մարդկանց։ Եվ ես եկել եմ ձեզ նախազգուշացնելու. այդ մարդիկը չեն մեռել Ֆրունզիկի հետ միասին։ Նրանք դեռ այստեղ են, դեռ հզոր են, և նրանք կգան»։ Նա հանեց իր պայուսակից հին լուսանկար, որտեղ երիտասարդ Ֆրունզիկը կանգնած էր 5 մարդկանց հետ, բոլորը կոստյումներով, ժպիտներով, բայց աչքերում ցուրտ հաշվարկ։ «Տեսնում եք այս մարդկանց», ասաց Արմենուհին։ 3-ը դեռ կենդանի են։ Մեկը դարձել է նախարար, մյուսը բանկիր, երրորդը դատավոր։ Եվ նրանք բոլորը ուզում են, որ Ֆրունզիկի գաղտնիքները մնան թաղված նրա հետ միասին։ Ո՞վ էին այդ մարդիկը, որոնք վերածվել էին Հայաստանի նոր էլիտայի։
Ինչպես նրանք կարողացան պահպանել իրենց իշխանությունը, նույնիսկ երբ ամբողջ համակարգը փոխվեց։ Եվ ամենավտանգավորը, մինչև որ աստիճան էին նրանք պատրաստ գնալ պաշտպանելու իրենց անցյալի մութ գաղտնիքները։ Արմենուհին դուրս հանեց եւս մի փաստաթուղթ, հին նոտարական ակտ, որտեղ Ֆրունզիկի ստորագրությունը տարբերվում էր նրա իսկական ձեռագրից։ Սա է պայմանագիրը, որը ստորագրվեց 1978 թվականին, բացատրեց նա։ Ֆրունզիկին ասացին, որ սա սովորական պայմանագիր է կինոստուդիայի հետ, բայց իրականում սա էր փաստաթուղթ, որը փոխանցում էր նրա բոլոր եկամուտները հատուկ հաշվին, հաշիվ, որը վերահսկվում էր այդ 5 մարդկանց կողմից։ Նրանք վերցրին նրա վաստակած յուրաքանչյուր ռուբլին, յուրաքանչյուր մրցանակային գումարը, յուրաքանչյուր վճուր հերինակային վճարումը։ Ֆրունզիկը ապրում էր ինչպես աղքատ, մինչդեռ նրա անունով միլիոններ էին շրջանառվում։ Լուսինեն զգաց, թե ինչպես սենյակը սկսեց պտտվել նրա շուրջը։ Նա հարցրեց. բայց ինչու Ֆրունզիկը չբողոքեց, չգնաց ոստիկանություն, չպատմեց հանրությանը։ Արմենուհին հանեց իր ակնոցները, եւ Լուսինեն տեսավ նրա աչքերում արցունքներ։ Որովհետև նրանք սպառնացին նրա որդուն, Սերյոժային։ Նրանք ասացին, եթե Ֆրունզիկը խոսի, Սերյոժան կունենա դժբախտ պատահար։ Եվ Ֆրունզիկը հավատաց նրանց, որովհետև նա տեսել էր, թե ինչ էին նրանք անում այլ մարդկանց հետ, ովքեր համարձակվել էին դիմադրել։ Ինչպիսի դժբախտ պատահարներ էին տեղի ունեցել այն տարիներին։ Քանի մարդիկ էին լռել սպառնալիքների ներքո, եւ ամենակարևորը, արդյոք այդ համակարգը դեռ գործում էր նույնիսկ հիմա, երբ երկիրը ազատ էր։ Արմենուհին կանգնեց եւ սկսեց քայլել սենյակում, դիպչելով պատերին, կարծես փնտրելով ինչ-որ բան։ Ֆրունզիկը ինձ ասաց, որ նա թաքցրել է ապացույցները այստեղ, այս բնակարանում, ասաց նա։ Նա ասաց, որ դրանք այնտեղ են, որտեղ միայն իսկական սիրտը կարող է գտնել։ Ես 30 տարի փորձեցի հասկանալ, թե ինչ նշանակում է դա, բայց երբեք չկարողացա։ Լուսինեն զգաց, թե ինչպես նրա սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։ Նա գիտեր, թե որտեղ էր ծրարը, թաքնված հին պիանինոյի ներսում, այն պիանինոյի, որի վրա Ֆրունզիկը երգում էր իր որդուն, երբ նա փոքր էր։ Բայց նա չասաց Արմենուհուն։ Ինչ որ բան նրա ներսում ասում էր. դեռ ոչ, դեռ ժամանակը չի եկել։ Արմենուհին շրջվեց նրա կողմը եւ ասաց. Լուսինե ջան, ես գիտեմ, որ դուք վախենում եք։ Ես էլ եմ վախենում։ Ես վախեցել եմ յուրաքանչյուր օր վերջին 30 տարվա ընթացքում։ Բայց Ֆրունզիկը վստահեց ձեզ ոչ թե որովհետև դուք անվախ էիք, այլ որովհետև դուք բարի էիք։ Եվ գուցե բարությունը ավելի ուժեղ է, քան վախը։ Նա թողեց լուսանկարը եւ փաստաթուղթը սեղանին եւ ասաց. պահեք սրանք։ Մի օր դուք կիմանաք, թե երբ է ժամանակը եկել օգտագործել դրանք, բայց մինչ այդ եղեք զգույշ։ Նրանք հետևում են ձեզ, նրանք միշտ հետևում են։ Ո՞վ էր իրականում Արմենուհի Խաչատրյանը։ Ինչու նա ռիսկի դրեց իր կյանքը, եկած նախազգուշացնելու Լուսինեին։ Եվ ամենակարևորը, արդյոք նա իսկապես ուզում էր օգնել, թե սա էր եւս մեկ ծուղակ, գտնելու այն ապացույցները, որոնք Ֆրունզիկը թաքցրել էր։ 1994 թվականի աշնանը Լուսինեն սկսեց նկատել, որ նրան հետևում են։ Ամեն առավոտ, երբ նա դուրս էր գալիս տնից գնալու աշխատանքի, նա տեսնում էր նույն մութ մեքենան, կայանված անկյունում։ Ամեն երեկո, երբ նա վերադառնում էր, նա զգում էր հայացքներ իր վրա։ Գրադարանում, որտեղ նա աշխատում էր, սկսեցին հայտնվել նոր այցելուներ։ Մարդիկ, ովքեր չէին կարդում գրքեր, այլ պարզապես նստում էին եւ դիտում էին նրան։ Մի օր նրա ղեկավարուհին Գայանե Մարտիրոսյանը կանչեց նրան իր գրասենյակ եւ ասաց. Լուսինե, ինչ-որ մարդիկ եկել են եւ հարցրել քո մասին։ Նրանք ասացին, որ իրենք լրագրողներ են, ուզում են հարցազրույց վերցնել քեզնից Մհեր Մկրտչյանի մասին։ Բայց ես չհավատացի նրանց։ Իրական լրագրողները չեն հագնում այդպիսի թանկ կոստյումներ եւ չեն հավարում այդպիսի մեքենաներ։ Լուսինեն հարցրեց. Ինչ ասացիք նրանց։ Գայանեն պատասխանեց. Ես ասացի, որ դու հեռացել ես աշխատանքից եւ տեղափոխվել ես Գյումրի։ Բայց Լուսինե, դու պետք է իմանաս, նրանք չհավատացին ինձ։ Նրանք կվերադառնան։ Ո՞վ էին այդ կեղծ լրագրողները։ Ինչու նրանք այդքան հետաքրքրված էին մի պարզ գրադարանի մաքրուհով։ Եվ ամենավտանգավորը, ինչ կլիներ, երբ նրանք հասկանային, որ Գայանեն ստել է նրանց։ Այդ գիշեր Լուսինեն չքնեց։ Նա նստեց խոհանոցում նայելով դեպի պատուհանը, տեսնելով մութ մեքենան, որը դեռ կայանված էր անկյունում։ Նա մտածեց Ֆրունզիկի մասին, նրա վերջին խոսքերի մասին։ Եթե մի օր նրանք գան եւ հարցնեն քեզ իմ մասին, դու ասա. ես էի պարզապես մարդ, ով փորձեց լինել բարի։ Բայց ինչպես նա կարող էր պարզապես լռել, երբ նա գիտեր ճշմարտությունը։
Ինչպես նա կարող էր թույլ տալ, որ Ֆրունզիկի պատմությունը մնա կեղծված, որ նրա տառապանքները մնան անտեսված։ Նա կանգնեց եւ գնաց դեպի հին պիանինոն։ Նա բացեց այն եւ հանեց ծրարը։ Այն ծրարը, որը Ֆրունզիկը տվել էր նրան 3 տարի առաջ։ Նա բացեց այն եւ սկսեց կարդալ փաստաթղթերը, մեկը մյուսի հետևից։ Պայմանագրեր, որոնք ստորագրված էին կեղծ ստորագրություններով։ Բանկային փոխանցումներ, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես միլիոններ էին գողացվել Ֆրունզիկից։ Նամակներ, որտեղ նրան սպառնում էին, շանտաժում էին, ստիպում էին լռել։ Եվ ամենավտանգավորը՝ ցուցականունների։ Անուններ, որոնք Լուսինեն ճանաչեց հեռուստատեսությունից, թերթերից, այն մարդիկ, ովքեր հիմա էին Հայաստանի նոր էլիտան։ Ինչ պետք է աներ Լուսինեն այս ապացույցների հետ։ Արդյոք նա պետք է տաներ դրանք ոստիկանություն, թե ոստիկանությունը նույնպես վերահսկվում էր այդ մարդկանց կողմից։ Եվ ամենակարևորը, արդյոք նա պատրաստ էր վճարել գինը ճշմարտությունը բացահայտելու համար։ 1995 թվականի ձմեռը Լուսինեն կայացրեց որոշում։ Նա չէր տանի ապացույցները ոստիկանություն, ոչ էլ թերթեր։ Նա կաներ ինչ-որ բան ավելի խելացի, ինչ-որ բան, որը Ֆրունզիկը հավանություն կտար։ Նա կպահեր ապացույցները, բայց նա կստեղծեր պատճեններ եւ կթաքցներ դրանք տարբեր տեղերում, տեղեր, որտեղ եթե նրան ինչ-որ բան պատահեր, ճշմարտությունը դեռ կարող էր դուրս գալ։ Նա գնաց նոտարական գրասենյակ եւ ստեղծեց հատուկ փաստաթուղթ, որտեղ նշված էր, որ եթե նրան ինչ-որ բան պատահի, բոլոր նրա փաստաթղթերը պետք է փոխանցվեն հատուկ մարդուն։ Այդ մարդը չէր Արմենուհի Խաչատրյանը, ոչ էլ որևէ իրավաբան։ Այդ մարդը էր երիտասարդ լրագրող Անահիտ Գրիգորյանը, ով աշխատում էր փոքրիկ անկախ թերթում եւ ով հայտնի էր իր համարձակությամբ եւ անկեղծությամբ։ Լուսինեն չէր ճանաչում Անահիտին անձամբ, բայց նա կարդացել էր նրա հոդվածները եւ տեսել էր, որ այս կինը վախ չուներ ճշմարտությունը գրելուց։ Նա թողեց նամակ Անահիտին, որտեղ բացատրեց ամեն ինչ եւ ասաց. «Եթե դուք կարդում եք սա, ուրեմն ինձ ինչ-որ բան է պատահել։ Խնդրում եմ, պատմեք Ֆրունզիկի պատմությունը։ Ոչ թե այն պատմությունը, որը մարդիկ ուզում են լսել, այլ իսկական պատմությունը։ Պատմությունը մի մարդու մասին, ով տառապեց, ով շահագործվեց, ով կորցրեց ամեն ինչ, բայց ով դեռ փորձեց լինել բարի»։ Ինչու Լուսինեն ընտրեց անծանոթ լրագրողի, վստահելու Ֆրունզիկի վերջին գաղտնիքը։ Արդյոք Անահիտը կլիներ բավականաչափ համարձակ դիմակայելու այն հզոր մարդկանց, ովքեր ուզում էին, որ այս պատմությունը մնա թաղված։ Եվ ամենակարևորը, արդյոք Լուսինեն ինքը կկարողանար ապրել բավականաչափ երկար, տեսնելու, թե ինչպես ճշմարտությունը վերջապես դուրս է գալիս։ 1996 թվականի գարնանը Լուսինեն վերջին անգամ տեսավ մութ մեքենան իր տան դիմաց։ Բայց այս անգամ մեքենայից ոչ ոք չիջավ։ Այն պարզապես կանգնած էր այնտեղ, ամբողջ գիշեր, ինչպես լուր սպառնալիք, ինչպես հիշեցում, որ նրանք դեռ այնտեղ էին, դեռ հետևում էին, դեռ սպասում էին։ Լուսինեն նայեց մեքենային իր պատուհանից եւ շշնջաց. «Ֆրունզիկ, ես խոստացած ես, որ կպահեմ ձեր գաղտնիքը։ Եվ ես կպահեմ այն, նույնիսկ եթե դա նշանակում է, որ ես պետք է ապրեմ վախի մեջ մնացած կյանքս»։ Նա փակեց վարագույրները եւ գնաց պիանինոյի մոտ։ Նա նստեց եւ սկսեց նվագել այն երգը, որը Ֆրունզիկը սիրում էր ամենից շատ՝ Կարոտի երգը։ Նրա մատները դողում էին, բայց երաժշտությունը հնչում էր հստակ եւ զորեղ, լցնելով դատարկ բնակարանը այն ջերմությամբ, որը Ֆրունզիկը երբեք չկարողացավ զգալ իր կյանքում։ Եվ այդ պահին Լուսինեն հասկացավ ինչ-որ բան։ Ֆրունզիկը տվեց նրան այս բնակարանը ոչ թե որպես նվեր, այլ որպես պարտականություն։ Պարտականություն՝ պահպանելու նրա հիշողությունը, պաշտպանելու նրա ճշմարտությունը, վկայակոչելու նրա տառապանքները։ Եվ Լուսինեն գիտեր, որ նա կատարելու էր այդ պարտականությունը, անկախ նրանից, թե ինչ գին պետք է վճարեր։ Բայց արդյոք նա իսկապես հասկանում էր, թե որքան բարձր կարող էր լինել այդ գինը։ Արդյոք նա պատրաստ էր զոհաբերելու իր սեփական խաղաղությունը, իր սեփական անվտանգությունը, գուցե նույնիսկ իր սեփական կյանքը մի մարդու համար, ում նա գրեթե չէր ճանաչում, բայց ով վստահել էր նրան ավելի, քան ցանկացած այլ մարդու։ 1997 թվականի աշնանը Լուսինե Սարգսյանի տուն մտավ մարդ, ում նա սպասում էր, բայց միաժամանակ վախենում էր տեսնել։ Դա չէր մութ կոստյումով անծանոթը, ոչ էլ կեղծ լրագրողը։ Դա էր Սերյոժա Մկրտչյանը, Ֆրունզիկի որդին, ում նա չէր տեսել իր հորը վերջին 10 տարիների ընթացքում։ Նա կանգնած էր դռան շեմին, նիհար, մորուքավոր, աչքերը կարմիր արցունքներից, ձեռքերում հին ճամպրուկ։ «Դուք Լուսինեն եք», հարցրեց նա դողացող ձայնով։ «Դուք այն կինն եք, ում իմ հայրը տվեց իր վերջին տունը»։ Լուսինեն գլուխ շարժեց, չկարողանալով խոսել։ Սերյոժան մտավ ներս եւ նստեց հատակին, ճիշտ այնտեղ, որտեղ Ֆրունզիկը նստել էր իր վերջին այցելության ժամանակ։
Ես եկել եմ ներողություն խնդրելու, ասաց նա։ Ներողություն, որ լքեցի իմ հորը, երբ նա ամենից շատ կարիք ուներ ինձ։ Ներողություն, որ հավատացի իմ մորը, երբ նա ասաց, որ հայրս խելագար է դարձել։ Ներողություն, որ չփնտրեցի ճշմարտությունը մինչև ճուշացավ։ Նա բացեց ճամպրուկը եւ հանեց փաթեթ նամակներ, բոլորը գրված Ֆրունզիկի ձեռագրով, բոլորը հասցեագրված Սերյոժային, բայց ոչ մեկը երբեք չէր հասել նրան։ Իմ մայրը թաքցրել էր սրանք, շշնջաց Սերյոժան։ Նա չուզեց, որ ես իմանամ, թե որքան հայրս տառապում էր, որքան նա կարոտում էր ինձ։ Նա ուզում էր, որ ես հավատամ, որ հայրս մեզ լքել է, ոչ թե մենք նրան։ Ինչու Դոնարան Մկրտչյանը թաքցրեց այդ նամակները իր որդուց։ Ինչ էր նա վախենում, որ Սերյոժան կիմանար։ Եվ ամենակարևորը, քանի ընտանիքներ էին քանդվել այն անտեսանելի մարդկանց կողմից, ովքեր վերահսկում էին Ֆրունզիկի կյանքը։ Սերյոժան սկսեց կարդալ նամակներից մեկը բարձրաձայն, եւ Լուսինեն զգաց, թե ինչպես արցունքները սկսեցին հոսել նրա դեմքով։ Իմ սիրելի Սերյոժա, կարդում էր նա, այսօր քեզ 14 տարի է լրացել, եւ ես նստած եմ այս մութ սենյակում, հիշելով, թե ինչպես դու ծնվեցիր։ Ես պահեցի քեզ իմ ձեռքերում եւ խոստացա, որ կպաշտպանեմ քեզ ամեն վնասից, բայց ես չկարողացա պահպանել այդ խոստումը։ Ես թույլ տվեցի, որ նրանք վերցնեն քեզ ինձնից, որովհետեւ ես վախեցա։ Ես վախեցա, որ եթե ես պայքարեմ, նրանք կվնասեն քեզ։ Եվ հիմա ես ապրում եմ ամեն օր, իմանալով, որ դու մեծանում ես առանց հոր, եւ դա իմ մեղքն է։ Սերյոժայի ձայնը կոտրվեց, եւ նա չկարողացավ շարունակել։ Լուսինեն նստեց նրա կողքին եւ բռնեց նրա ձեռքը։ Ձեր հայրը սիրում էր ձեզ ավելի, քան ցանկացած բան այս աշխարհում, ասաց նա։ Ամեն ինչ նա արեց, ամեն զոհաբերություն, ամեն լռություն, դա բոլորը ձեզ համար էր։ Սերյոժան նայեց նրան արցունքոտ աչքերով եւ հարցրեց. Բայց ինչու նա տվեց իր բնակարանը ձեզ, ոչ թե ինձ։ Ինչու նա ընտրեց անծանոթին, ոչ թե իր սեփական որդուն։ Լուսինեն շնչեց խորը եւ պատասխանեց. Որովհետեւ նա գիտեր, որ եթե նա թողներ այն ձեզ, նրանք կգային եւ կվերցնեին այն։ Բայց եթե նա տար այն ինձ, մարդու ում ոչ ոք չէր ճանաչում, գուցե այն կարող էր մնալ անվնաս։ Եվ գուցե մի օր, երբ ամեն ինչ անվտանգ լիներ, դուք կարող էիք վերադառնալ այստեղ եւ ապրել այն տանը, որտեղ ձեր հայրը երբեմն երջանիկ էր։ Արդյոք Ֆրունզիկի ծրագիրը աշխատեց։ Արդյոք նա իսկապես կարողացավ պաշտպանել իր վերջին ժառանգությունը իր որդու համար։ Թե նա պարզապես փոխանցեց բեռը մեկ այլ անմեղ մարդու։ Սերյոժան մնաց Լուսինեի մոտ 3 ժամ, եւ այդ ժամանակ նա պատմեց նրան այն, ինչ Լուսինեն երբեք չէր իմացել։ Նա պատմեց, թե ինչպես 1981 թվականին, երբ նրա մայրը վերցրեց նրան եւ հեռացավ Ֆրունզիկից, նրանք տեղափոխվեցին փոքրիկ բնակարան Նոր Նորքում։ Նա պատմեց, թե ինչպես նրա մայրը ամեն օր ասում էր նրան. «Քո հայրը մեզ չի սիրում, նա սիրում է միայն իր փառքը, իր դերերը, իր հանդիսատեսներին»։ Բայց Սերյոժան հիշում էր այլ բան։ Նա հիշում էր, թե ինչպես նրա հայրը գալիս էր գիշերվա մեջ եւ կանգնում էր նրանց տան դիմաց, պարզապես նայելով պատուհաններին, հուսալով տեսնել իր որդուն։ Նա հիշում էր մի գիշեր, երբ նա արթնացավ եւ տեսավ իր հորը, ով կանգնած էր անձրևի տակ, լացում էր, եւ նրա մայրը պատուհանից աղաղակում էր. «Հեռացիր այստեղից, դու չունես իրավունք լինել այստեղ»։ Ես ուզում էի վազել դեպի նրան, ասաց Սերյոժան։ Ես ուզում էի գրկել նրան եւ ասել, որ ես սիրում եմ նրան, բայց իմ մայրը բռնեց ինձ եւ ասաց. «Եթե դու գնաս նրա մոտ, ես կմեռնեմ։ Դու ընտրություն ունես, հայրը կամ մայրը»։ Ինչպիսի ընտրություն էր դա երեխայի համար։ Ինչպես երեխան կարող էր որոշել ծնողների միջև։ Եվ ամենակարևորը, ինչու Դոնարան Մկրտչյանը ստիպեց իր որդուն կատարել այդ անհնար ընտրությունը։ Արդյոք նա իսկապես չէր սիրում Ֆրունզիկին, թե նա վախենում էր ինչ-որ բանից, որ մենք դեռ չգիտենք։ Երբ Սերյոժան պատրաստվում էր հեռանալ, նա դարձավ Լուսինեի կողմը եւ ասաց. Իմ մայրը մեռավ անցյալ տարի։ Նրա վերջին խոսքերը ինձ էին. «Ներիր ինձ, Սերյոժա, ես արեցի այն, ինչ ինձ ասացին անել, ես չունեի ընտրություն»։ Լուսինեն սառեց։ Ինչ նշանակում է «ինչ ինձ ասացին անել», հարցրեց նա։ Սերյոժան շարժեց գլուխը։ Ես չգիտեմ։ Նա մեռավ նախքան կարողանալ բացատրել, բայց ես մտածում եմ, գուցե նրան սպառնացել են։ Գուցե նրանք, այն մարդիկը, որոնց մասին իմ հայրը միշտ խոսում էր, ստիպեցին նրան հեռացնել ինձ հորից։ Գուցե նրանք ասացին նրան. «Եթե դու չհեռանաս, մենք կվնասենք քո որդուն»։ Լուսինեն զգաց, թե ինչպես սենյակը սկսեց պտտվել նրա շուրջը։ Եթե դա ճիշտ էր, ապա Դոնարան Մկրտչյանը չէր դավաճան։ Նա էր եւս մեկ զոհ, եւս մեկ մարդ, ում ստիպեցին ընտրել անընտրելիի միջև։ Քանի մարդիկ էին տառապել այդ անտեսանելի համակարգի ձեռքից։
Քանի ընտանիքներ էին քանդվել, քանի սիրտեր էին կոտրվել, քանի կյանքեր էին ավերվել, բոլորը այն մարդկանց կողմից, ովքեր ուզում էին պահպանել իրենց իշխանությունը, ությունը, իրենց գաղտնիքները, իրենց հարստությունը։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ համակարգը դեռ գործում էր, դեռ ոչնչացնում էր կյամում էր կյանքներ, դեռ ստիպում էր մարդկանց ընտրել սիրո եւ անվտանգության միջև։ 1990 թվականի ձմեռը Լուսինեն ստացավ հեռախոսազանգ անծանոթ համարից։ Ձայնը մյուս ծայրում էր կնոջ, ծեր, թույլ, բայց հստակ։ Լուսինե Սարգսյան, ասաց ձայնը։ Իմ անունն է Մարինե Ավագյան։ Ես եղել եմ Մհեր Մկրտչյանի հարևանը Աբովյան փողոցում 30 տարի։ Ես զանգահարում եմ, որովհետև ես մեռնում եմ, եւ ես ուզում եմ, որ ինչ-որ մեկը իմանա ճշմարտությունը, մինչև չուշանա։ Լուսինեն նստեց, սիրտը բաբախում էր կրծքավանդակում։ Մարինեն շարունակեց. 1985 թվականին, երբ Ֆրունզիկը տվեց ձեզ իր բնակարանը, ես տեսա ամեն ինչ։ Ես տեսա, թե ինչպես 3 մարդիկ եկան նրա տուն այդ գիշեր, մութ կոստյումներով, սև պայուսակներով։ Ես լսեցի, թե ինչպես նրանք աղաղակում էին նրա վրա. «Դու չունես իրավունք տալ այդ բնակարանը ոչ ոքի, այն պատկանում է մեզ։ Ամեն ինչ, ինչ դու ունես, պատկանում է մեզ»։ Լուսինեն բռնեց հեռախոսը ավելի ամուր։ Ինչ պատասխանեց Ֆրունզիկը, հարցրեց նա։ Մարինեն ծիծաղեց, դառ տխուր ծիծաղ։ Նա ասաց. «Դուք վերցրեցիք իմ փողերը, իմ ընտանիքը, իմ արժանապատվությունը, բայց այս բնակարանը, սա միակ բանն է, որ դեռ իմն է։ Եվ ես տվեցի այն մարդու, ով արժանի է դրան։ Դուք չեք կարող վերցնել այն, որովհետև այն արդեն նրանն է»։ Մարինեն դադար արեց, հոգնած շնչելով։ Այդ մարդիկը հեռացան այդ գիշեր, բայց ես տեսա նրանց դեմքերը, եւ ես տեսա, որ նրանք չէին հրաժարվել։ Նրանք պարզապես սպասում էին ճիշտ պահին։ Ո՞վ էին այդ մարդիկը, որոնց դեմքերը Մարինեն տեսավ այդ գիշեր։ Արդյոք նրանք դեռ սպասում էին, դեռ պլանավորում էին, դեռ հետապնդում էին Ֆրունզի համար տվելու իրենց բնակարանը եւ կյանքը մետապնդում էին Ֆրունզիկի վերջին ժառանգությունը։ Եվ ամենակարևորը, ինչու Մարինեն սպասեց 13 տարի պատմելու այս ամենը։ Մարինեն շարունակեց. Ես լռեցի այդ բոլոր տարիները, որովհետև ես վախեցա։ Ես տեսա, թե ինչ եղավ այլ մարդկանց հետ, ովքեր խոսեցին։ Ես տեսա, թե ինչպես նրանք զգորան, թե ինչպես նրանց ընտանիքները տառապեցին։ Բայց հիմա ես 85 տարեկան եմ, ունեմ քաղցկեղ եւ ինձ մնացել է մի քանի ամիս։ Եվ ես չեմ ուզում մեռնել իմանալով, որ ես լռեցի, երբ պետք է խոսեի։ Նա հազաց եւ ասաց. Լուսինե ջան, դուք պետք է իմանաք, այդ մարդիկը դեռ այնտեղ են։ Նրանցից մեկը դարձել է նախարար, մյուսը դատավոր, երրորդը բանկիր, եւ նրանք բոլորը ուզում են, որ Ֆրունզիկի պատմությունը մնա թաղված։ Բայց դուք ունեք ապացույցները։ Ես գիտեմ, որ դուք ունեք դրանք, որովհետև Ֆրունզիկը ինձ ասաց. եթե ինձ ինչ-որ բան պատահի, Լուսինեն կիմանա, թե ինչ անել։ Լուսինեն զգաց, թե ինչպես արցունքները սկսեցին հոսել նրա դեմքով։ Բայց ես չգիտեմ, թե ինչ անել, շշնջաց նա։ Ես պարզապես գրադարանի մաքրուհի եմ։ Ես չեմ կարող պայքարել այդ հզոր մարդկանց դեմ։ Մարինեն ասաց. Լուսինե ջան, Ֆրունզիկը ընտրեց ձեզ ոչ թե որովհետև դուք հզոր էիք, այլ որովհետև դուք բարի էիք։ Եվ երբեմն բարությունը ավելի ուժեղ է, քան ցանկացած իշխանություն։ Դուք պետք է գտնեք ճանապարհ, պատմելու նրա պատմությունը։ Ոչ թե վրեժխնդրության համար, այլ արդարության համար։ Որպեսզի բոլոր այն մարդիկը, ովքեր տառապեցին այդ համակարգի ձեռքից, վերջապես ունենան ձայն։ Ինչպես մի պարզ կինը կարող էր պայքարել ամբողջ համակարգի դեմ, ինչպես նա կարող էր բացահայտել ճշմարտությունը առանց վտանգելու իր սեփական կյանքը։ Եվ ամենակարևորը, արդյոք Ֆրունզիկը իսկապես հավատում էր, որ Լուսինեն կկարողանա անել այն, ինչ նա ինքը երբեք չկարողացավ։ 1999 թվականի գարնանը Լուսինեն վերջապես կայացրեց որոշում։ Նա չէր սպասելու ավելի։ Նա չէր թույլ տալու, որ վախը վերահսկի նրան ավելի երկար։ Նա վերցրեց բոլոր ապացույցները, Ֆրունզիկի փաստաթղթերը, Արմենուհի Խաչատրյանի լուսանկարները, Սերյոժայի նամակները, Մարինե Ավագյանի վկայությունը եւ տարավ դրանք Անահիտ Գրիգորյանին, այն երիտասարդ լրագրողին, ում նա ընտրել էր տարիներ առաջ։ Անահիտը նստեց իր փոքրիկ գրասենյակում եւ կարդաց ամեն ինչ, մեկը մյուսի հետևից։ Երբ նա ավարտեց, նրա դեմքը գունատ էր, բայց աչքերում էր վառվող վճռականություն։ Սա փոխելու է ամեն ինչ, ասաց նա։ Սա ցույց կտա, թե ինչպես մեր ամենասիրելի հերոսները շահագործվեցին, թե ինչպես համակարգը ոչնչացրեց նրանց։ Բայց Լուսինե ջան, դուք պետք է հասկանաք, երբ ես հրապարակեմ սա, նրանք կգան ձեզ համար։ Նրանք կփորձեն ամեն ինչ կանգնեցնելու մեզ։ Լուսինեն նայեց նրան եւ ասաց. Ես գիտեմ, բայց Ֆրունզիկը ապրեց ամբողջ կյանքը վախի մեջ։ Ես չեմ ուզում նույնը անել։
Եթե ես պետք է վախենամ, ապա թող լինի այն վախը, որ ես չարեցի բավավարար, ոչ թե այն վախը, որ ես արեցի չափազանց շատ։ Անահիտը ժպտաց եւ ասաց. Ուրեմն մենք սկսենք։ Մենք պատմենք Մհեր Մկրտչյանի իսկական պատմությունը, ոչ թե այն պատմությունը, որը նրանք ուզում են, որ մենք պատմենք, այլ ճշմարտությունը։ Ամբողջ իր ցավով, ամբողջ իր անարդարությամբ, ամբողջ իր սարսափով։ Արդյոք նրանք պատրաստ էին այն հետևանքներին, որոնք կգային։ Արդյոք նրանք կարող էին դիմակայել այն ուժերին, որոնք ուզում էին, որ այս պատմությունը մնա թաքնված։ Եվ ամենակարևորը, արդյոք Հայաստանը պատրաստ էր լսելու ճշմարտությունը իր ամենասիրելի հերոսի մասին։ 1999 թվականի ամռանը Անահիտ Գրիգորյանի հոդվածը հրապարակվեց փոքրիկ անկախ թերթում, վերնագրով Մհեր Մկրտչյանի գաղտնի կյանքը, ինչպես համակարգը ոչնչացրեց մեր ամենասիրելի դերասանին։ Հոդվածը պարունակում էր ամեն ինչ՝ կեղծ պայմանագրերը, գողացված միլիոնները, սպառնալիքները, շանտաժը, ընտանիքի քանդումը։ Այն անվանում էր անուններ, այն մարդկանց անուններ, ովքեր մասնակցել էին այս ամենին։ Եվ այն պատմում էր Լուսինե Սարգսյանի պատմությունը, պարզ կնոջ, ով ստացավ Ֆրունզիկի վերջին նվերը եւ որոշեց պաշտպանել նրա հիշողությունը։ 2 օրվա ընթացքում հոդվածը տարածվեց ամբողջ Երևանում։ Մարդիկ կարդում էին այն արցունքներով, բարկությամբ, անհավատությամբ։ Ոմանք ասում էին. «Սա սուտ է, Ֆրունզիկը երջանիկ էր, մենք տեսանք նրա ժպիտը»։ Բայց ուրիշներ ասում էին. «Մենք միշտ գիտեինք, որ ինչ-որ բան սխալ էր, մենք տեսանք նրա աչքերում ցավը»։ Հեռուստատեսությունը փորձեց անտեսել հոդվածը, բայց մարդիկ խոսում էին այն մասին փողոցներում, շուկաներում, տներում։ Եվ հանկարծ Մհեր Մկրտչյանը դարձավ ոչ թե պարզապես սիրելի դերասան, այլ խորհրդանիշ։ Խորհրդանիշ բոլոր այն մարդկանց, ովքեր տառապեցին համակարգի ձեռքից, ովքեր շահագործվեցին, ովքեր լռեցին վախից։ Բայց արդյոք այս բացահայտումը բավարար էր փոխելու ինչ-որ բան։ Արդյոք այն հզոր մարդիկը, որոնց անունները հիշատակվեցին հոդվածում, կպատասխանեին իրենց արարքների համար։ Թե նրանք կօգտագործեին իրենց իշխանությունը, ճնշելու ճշմարտությունը ևս մեկ անգամ։ 2 շաբաթ անց Լուսինե Սարգսյանի տուն եկավ ոստիկանությունը։ Ոչ թե ձերբակալելու նրան, այլ պաշտպանելու։ Քանի որ այն մարդիկը, որոնց անունները հիշատակվեցին Անահիտի հոդվածում, սկսեցին ստանալ հարցեր լրագրողներից, դատախազությունից, նույնիսկ միջազգային կազմակերպություններից։ Նրանցից մեկը, նախկին նախարարը, հրաժարական տվեց։ Մյուսը, դատավորը, կասեցվեց իր պաշտոնից։ Երրորդը, բանկիրը, փախավ երկրից։ Համակարգը, որը 30 տարի վերահսկել էր Ֆրունզիկի կյանքը, սկսեց փլատակվել։ Ոչ թե ամբողջությամբ, ոչ թե անմիջապես, բայց ճաքեր հայտնվեցին այն պատերում, որոնք երբեմն անանցանելի էին թվում։ Եվ Լուսինեն հասկացավ, որ Ֆրունզիկը գիտեր այս ամենը։ Նա գիտեր, որ մի օր ճշմարտությունը կդուրս գար, եւ երբ դա լիներ, նա ուզում էր, որ մարդիկ հիշեին նրան ոչ թե որպես զոհ, այլ որպես մարդ, ով նույնիսկ իր ամենամութ պահերին փորձեց անել ինչ-որ բարի բան։ 1999 թվականի աշնանը Լուսինեն եւ Սերյոժա Մկրտչյանը կանգնեցին Աբովյան փողոցի բնակարանում։ Այն բնակարանում, որը Ֆրունզիկը տվել էր անծանոթին։ Սերյոժան ասաց. «Այս տունը պետք է մնա որպես թանգարան, ոչ թե իմ հոր փառքի, այլ նրա տառապանքի, որպեսզի մարդիկ հիշեն, թե ինչ գնով եկավ այն ժպիտը, որը նրանք տեսան էկրանին»։ Լուսինեն գլուխ շարժեց եւ ասաց. «Եվ որպեսզի նրանք հիշեն, որ նույնիսկ ամենամութ ժամանակներում կան մարդիկ, ովքեր ընտրում են բարությունը, ովքեր ընտրում են սերը, ովքեր ընտրում են զոհաբերությունը»։ Նրանք բացեցին հին պիանինոն եւ հանեցին վերջին ապացույցները, այն փաստաթղթերը, որոնք դեռ չէին հրապարակվել։ Եվ նրանք որոշեցին, որ այդ փաստաթղթերը կմնան այնտեղ, որպես հիշեցում, որպես նախազգուշացում, որպես խոստում, որ այլևս ոչ ոք չպետք է տառապի այնպես, ինչպես Ֆրունզիկը տառապեց։ Մհեր Մկրտչյանի պատմությունը չավարտվեց նրա մահով։ Ցայն շարունակվեց Լուսինե Սարգսյանի համարձակությամբ, Սերյոժա Մկրտչյանի ներողամտությամբ, Անահիտ Գրիգորյանի ճշմարտասիրությամբ։ Այն շարունակվեց յուրաքանչյուր մարդու մեջ, ով կարդաց այդ պատմությունը եւ որոշեց, որ նա չի լռելու, երբ տեսնում է անարդարություն։ Ֆրունզիկը տվեց իր վերջին տունը անծանոթին, բայց իրականում նա տվեց ավելին։ Նա տվեց հույս։ Հույս, որ նույնիսկ ամենափոքր արարքը կարող է փոխել աշխարհը, որ նույնիսկ ամենաթույլ ձայնը կարող է լսվել, որ նույնիսկ ամենամութ գիշերը վերջապես կավարտվի առավոտյան լույսով։ Այսօր, երբ դուք քայլում եք Աբովյան փողոցով եւ տեսնում եք այն հին շենքը, որտեղ Ֆրունզիկը ապրեց իր վերջին երջանիկ տարիները, դուք կարող եք մտածել նրա մասին։ Ոչ թե որպես դերասանի,
ոչ թե որպես աստղի, այլ որպես մարդու, ով սիրեց, ով տառապեց, ով զոհաբերեց, ով հույս ուներ։ Եվ գուցե դուք կհարցնեք ինքներդ ձեզ. ինչ կանեի ես նրա տեղում։ Արդյոք ես կունենայի այդ համարձակությունը տալու իմ վերջին ապաստանը անծանոթին։ Արդյոք ես կունենայի այդ հավատը, հավատալու, որ բարությունը ավելի ուժեղ է, քան վախը։ Բարեկամներ, ինչպես եք վերաբերվում Մհեր Մկրտչյանին։ Արդյոք նա եղավ համակարգի զոհ, թե նա ինքը պատասխանատու էր իր ճակատագրի համար։ Արդյոք նա պետք է պայքարեր ավելի ուժեղ, թե նա արեց այն ամենը, ինչ կարող էր, պաշտպանելու իր սիրելիներին։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, արդյոք նրան հիշում են ձեր քաղաքում, ձեր ընտանիքում, ձեր սրտում։ Սեղմեք հավանում, եթե դուք հավատում եք, որ ճշմարտությունը պետք է միշտ դուրս գա, անկախ նրանից, թե որքան ցավոտ է այն։ Եվ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի մենք կարողանանք պատմել ավելի շատ պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր տվեցին մեզ ուրախություն, բայց ինքնը կապրեցին ցավի մեջ։ Որովհետև նրանք արժանի են, որ մենք հիշենք նրանց ոչ թե որպես պատկերներ էկրանին, այլ որպես իրական մարդիկ, իրենց երազանքներով, իրենց վախերով, իրենց սիրով։